Շնորհակալություն հարգելի գործընկերներ, այժմ կխոսենք գործնական գործիքներից, որոնք անհրաժեշտ են ապատեղեկատվությունը հայտնաբերելու եւ դրան դիմակայելու համար, եւ դրա շրջանակներում 3 հիմնական ասպեկտ կներկայացնեմ՝ հայտնաբերման գործիքակազմը եւ հասարակական դիմադրողականության ձևավորումը եւ միջազգային փորձը կենտրոնանալով հենց Լիտվայի մոդելի վրա։ Ապատեղեկատվության հայտնաբերումը սկսվում է հենց ազդանշանների ճանաչումից եւ կարեւոր է հասկանալ, որ մեկ ազդանշանը դա վերջնական ապացույց չէ, սակայն մի քանի ազդանշանների համակցությունը դա արդեն իսկ կարող է մեզ զգուշացնել ապատեղեկատվության վերաբերյալ եւ այստեղ առանձնացրել են 3 խումբ, առաջինը դա վերնագրային մանիպուլյացիաները, կարող եք տեսնել ինչպես գիտենք երզգայուն վերնագրեր, օրինակ շոկային բացահայտում, սարսափելի փաստեր, կետադրական նշանների չարաշահում, բացարձակ պնդումներ, հաջորդ խումբը բովանդակության կասկածելի տարրերն են, օրինակ անանուն աղբյուրներ, մեր տեղեկություններով, անանուն փորձագետների համաձայն հուզական մանիպուլյացիաներ, վախի եւ զայրույթի հրահրումով տեղեկատվական բացեր եւ երրորդ խումբը բոտերի եւ կեղծ օգտահաշիվների ճանաչման ազդանշաններն են, օրինակ անվան կառուցվածքը կարող է լինել ինչ-որ անհայտ օգտատեր եւ ինչ-որ համարներ կամ անբնական ակտիվություն 24/7-ի վրա հրապարակումներ, գիշերային ժամերի ակտիվություն եւ copy-paste արված հաղորդագրություններ եւ 1 ժամում տասնյակ հրապարակումներ։ Հաջորդ խումբը արդեն դա ձեռքով ստուգման մեթոդաբանությունն է, հաջորդ մեթոդը։ Այստեղ մենք առաջարկում ենք որտեղից մոտեցում համակարգ վերլուծության համար, վերջինս ենթադրում է աղբյուրի վավերացում, այսինքն անհրաժեշտ է բնականաբար ստուգել կայք արդյոք ունի մեր մասին հատվածը թե ոչ, առկա են կոնտակտային տվյալներ, ինչ հրապարակումների պատմություն ունի, նաև տրամադրված են գործիքներ, որոնց միջոցով հնարավորություն կա ստանալու կայքի գրանցման տվյալները, եւ այդ մասում ենք ձեռնարկում կիսվել ենք, հաջորդը հրապարակման ժամկետի վավերացման համար տեխնիկական գործիքներն ենք ներկայացրել, ինչպես HTML կոդը վերլուծել, Google-ի որոնման առաջադեմ հրամանները, Wayback Machine արխիվը պատմական տարբերակների դիտման համար, որպեսզի հրապարակման ժամկետը հնարավոր լինի վավերացնել, եւ երրորդը դա հետադարձ պատկերային որոնումն է։ Մի քանի գործիքներ են տրամադրված Google Images, TinEye, որտեղ պատկերի սկզբնական աղբյուրն է դրանց միջոցով հնարավոր պարզել, ինչպես նաև Photo Forensics եւ Forensically գործիքներն են ներկայացված, որոնք հնարավորություն են տալիս լուսանկարի խմբագրման հետքերի բացահայտման համար, իսկ YouTube Data Viewer եւ InVid հավելվածները արդեն տեսանյութերի ստուգման համար, որովհետեւ տեսնեն արդյոք դա ապատեղեկատվություն է թե ոչ։ Հաջորդը ավտոմատացված համակարգերն են։ Արհեստական բանականության զարգացումը հնարավորություն է տալիս արագ վերլուծել հսկայական թվով հաղորդագրություններ եւ այստեղ մենք առանձնացրել ենք 3 հիմնական ուղղություն՝ բոտերի հայտնաբերման համար կան բոտոմետր եւ բոտ Sentinel գործիքները։ Հիմնականում Twitter X հարթակի մասով են վերջիններս աշխատում, նաև քարոզչական արշավների մոնիթորինգի մասով ներկայացված է Hamilton 2 dashboard գործիքը, այս գործիքը հենց քարոզչական ապատեղեկատվություն է վերջին 1 ամսվա ընթացքում վերհանում եւ նաեւ bot slayer-ը, ինչպես նաեւ վիզուալ բովանդակության վավերացման գործիքներ կան, սակայն կարևոր է հիշել, որ ավտոմատացված գործիքները օժանդակ են եւ չեն կարող փոխարինել մարդկային վերլուծությանը, այսինքն պետք է նախ լինի ձեռքով ստուգման մեթոդը եւ համակցվի այս մեթոդին։ Հաջորդ արդեն բլոկը, որ ցանկանում եմ ներկայացնել, վերաբերվում է արդեն նաև մասնակցային այստեղ ստուգման մեթոդներին, կան Captain Fact, Claim Buster, Dirt Protocol, այս հավելվածերը, կայքերը, որոնք հնարավորություն են տալիս օրինակ համատեղ համայնքի անդամների կողմից, այսպես ասած, ստուգել, քննարկումներ իրականացնել։ Եվ հաջորդը դա արդեն հայաստանյան վստահելի աղբյուրների համակարգն է, բնականաբար դա պետական տեղեկատվական համակարգերն են, գույքային հայտագրերի վերաբերյալ տվյալները, վիճակագրական կոմիտեի տվյալները եւ նաեւ տեղական համատեքստի համար վստահելի լրատվամիջոցների արխիվներ, ԿՀԿ-ների մոնիթորինգային զեկույցներ։ Արդեն իսկ երբ մենք անցնում ենք դիմադրողականության բլոկին, երկրորդ բլոկին, այստեղ պետք է հասկանանք, թե ինչ գործոններ են ազդում հասարակական դիմադրողականության վրա, նվազեցնող գործոնները բնականաբար հասարակական բևեռացումն են, պոպուլիստական հաղորդակցությունը, մեդիայի նկատմամբ ցածր վստահությունը կամ լսարանի մասնատվածությունը, իսկ
Ամրապնդող գործոններ են բազմաժերտ արձակագրման ռազմավարությունը, ուժեղ հանրային մեդիան, մեծագրագիտության բարձր մակարդակը եւ միջազգային համագործակցությունը։ Եվ դիմադրողական հասարակության ձևավորումը բազմափուլ գործընթաց է, այն բաղկացած է 3 փուլից։ Առաջինը իրենց ենթադրում է դիմադրության փուլը, որը ներառում է մեդիագրագիտության ծրագրեր, հանրային իրազեկման բարձրացում, կանխարգելիչ մեխանիզմներ, հասարակության իմունիտետի ձևավորում։ Հաջորդը դա պահպանման փուլն է, ճգնաժամային հաղորդակցման ծրագրեր, արագ արձագանքման թիմեր, կեղծ լուրերի մոնիթորինգ եւ ինստիտուցիոնալ դիմացկունության ապահովում։ Եվ վերջինը դա հարմարվողականության փուլն է, հետվերլուծության հաշվետվություններ, ռազմավարական վերանայում, միջազգային փորձի փոխանակում եւ քաղված դասեր։ Այստեղ կարևոր է շատ խոսել այս հասարակական դիմադրողականության համատեքստում մի նոր, այսպես ասած, տենդենսից, դա ամբողջ հասարակության մոտեցումն է եւ սա համարվում է մեր ձեռնարկի կարևոր մասերից մեկը, whole of society approach-ն է, որը ենթադրում է ապատեղեկատվության դիմակայելու գործընթացում բոլոր դերակատարների սերտ համագործակցություն, այսինքն հիմնական սկզբունքները ներառում են համապատասխանություն, յուրաքանչյուր կողմ գործում է իր իրավասությունների շրջանակում, համակարգվածություն, հստակ ինստիտուցիոնալ կառուցվածք եւ թափանցիկություն եւ պատասխանատվություն, այսինքն լիարժեք տեղեկացվածություն։ Եվ ովքեր են այս դերակատարները։ Պետական պարմիններն են քաղաքական որոշումների կայացման, համակարգման խմբերի կազմման, մասով քաղաքացիական հասարակությունը մոնիթորինգի, մեդիագրագիտության, անկախ վերլուծության հատվածում, մեդիան տեղեկատվության տարածման եւ վավերացման եւ մասնավոր հատվածը տեխնոլոգիական լուծումների մշակման հարցում։ Եվ ամբողջ հասարակության մոտեցումը տարբեր երկրներում միջազգային փորձը ցույց է տալիս, տարբեր կերպ է կիրառվում, կա համակարգման տեսանկյունից 3 մոդելներ են առանձնացրել, առաջինը դա կենտրոնացված մոդելն է, այստեղ կառուցվում է մեկ համակարգող, վերահսկող եւ արձագանքող մարմնի շուրջ եւ սրա առավելությունները այն են, որ վերջինս կայացնում է հնարավորություն տալիս կայացնել արագ որոշումներ եւ միասնական հաղորդագրություն ունենալ, սակայն այստեղ մեծ կախվածություն կա մեկ կենտրոնից եւ սահմանապակ ճկունություն։ Հաջորդ մոդելը ցանցային մոդելն է, տարբեր սեկտորների համագործակցություն առանց կենտրոնացված կառույցի, վերջինս ենթադրում է ճկունություն, նորարարական մոտեցումներ, սակայն համակարգման բարդություն եւ հակասությունների հավանականություն կա եւ վերջերս նաեւ խառը մոդելն է ավելի տարածված, որը ներառում է եւ պետությանը եւ ցանցային դերակատարներին, դրանով իսկ արդեն համատեղում է արդյունավետությունը եւ մասնակցությունը, սակայն ինչ որ չափով կառավարման ավելի բարձր պահանջներ վերջինս կարող է ենթադրել։ Եվ ներկայացնեմ Լիտվայի մոդելը, ինչու է հենց ընտրվել Լիտվան, որովհետև Լիտվան համարվում է ապատեղեկատվության հակազդման համապարփակ եւ հաջողված օրինակներից մեկը, եւ եկեք տեսնենք, թե ինչն է դարձնում Լիտվայի փորձը հաջող, համակարգի հիմքը նախ ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնն է, 2020 թվականից վերջինս իրականացնում է շուրջօրյա մոնիթորինգ եւ նա կապող օղակ է հանդիսանում պետական մարմինների, ՔՀԿ-ների եւ մեդիայի միջև։ Հնարավորություն է տալիս տեղեկատվության արագ փոխանակման։ Հաջորդը քաղաքացիական հասարակությունը, այս մասով էլ համարվում է շատ ուժեղ, ապատեղեկատվության դեմ պայքարում, դեռևս 2014 թվականից, այսինքն 10 տարուց առաջ գործում է էլֆերի ցանց, իրենք այդպես են իրենց կոչում, կառավարական ցանց է սոցիալական մեդիայում, որը ապատեղեկատվության դեմ է պայքարում եւ նաեւ կան մի շարք այլ նախաձեռնություններ, ինչպես նաեւ պետական քարոզարշավներ են շատ մեծամասշտաբ եղել, boost your immunity անվանմամբ, այսինքն քո իմունիտետը զարգացրու, որը ներառել է եղիր անվտանգ աշխատանքում, զննիր անվտանգ, ճանաչիր ստերը, մի խոսքով պետության կողմից մի շարք քարոզարշավներ են եղել։ Նաև տեխնոլոգիական եւ կրթական նախաձեռնություններ կան, Debunk.org կազմակերպությունը 18 թվականից հիմնվել է Վիլնյուսում, գործում է Բալթյան երկրներում, Ուկրաինայում, Բելարուսում եւ անկախ տեխնոլոգիական հարթակ է, որը համադրում է արհեստական բանականությունը եւ մարդկային փորձաքննությունը, իրականացնում է մի շարք կրթական ծրագրեր, bad news, վատ լուրեր, խաղային հարթակ է ստեղծել մանիպուլյացիայի մեխանիզմների հասկացման համար եւ նշեմ, որ այդ մասով տվյալները մեր զեկույցում կան եւ այդ խաղը ինքը ինտերակտիվ է մի քանի լեզուներով եւ նույնիսկ հայերեն լեզվով եւս հասանելի է, որպես այսպես ինտերակտիվ վարժություն
Հաջորդը նաև քաղաքացիական դիմադրողականության կուրս ունի Civil Resilience Course, քննադատական մտածողությունը զարգացնելու դասընթաց եւ նաև ինֆովահան կրթական կրկին դասընթաց արդեն դպրոցականների եւ երիտասարդների համար։ Հաջորդ ուրեմն կազմակերպությունը քաղաքասարակության Լիտվայի դա Civic Resilience Initiative-ն է, այսինքն քաղաքացիական դիմադրողականության նախաձեռնությունը։ Վերջինս հիմնադրվել է 2018 թվականին եւ իրականացնում է կրթական, վերլուծական եւ իրազեկման ծրագրեր, դպրոցականների ուսուցիչների լրագրողների վերապատրաստումներ, Disinformation Challenge ինտերակտիվ մեծագրագիտության խաղը, այսինքն ապատեղեկատվության խնդիր եւ վերլուծական կենտրոն է հանդիսանում, մոնիթորինգները իրականացնում եւ ոլորտային զեկույցներ։ Եվ ինչ դասեր մենք կարող ենք քաղել Լիտվայից Հայաստանի համար, Լիտվայի մոդելը ցույց է տալիս, որ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է պետական կառույցների եւ այստեղ մեդիայի եւ հասարակության համագործակցված արձագանք, նաեւ մշտադիտարկման եւ արագ արձագանքման տեխնոլոգիական համակարգեր, մեդիագրագիտության եւ քննադատական մտածողության զարգացում, հանրային վստահության բարձրացում պետական եւ մեդիա ինստիտուտների նկատմամբ եւ միջազգային համագործակցության կայուն մեխանիզմներ։ Եվ այսպիսով ապատեղեկատվության դեմ պայքարը ըստ մեզ հաջողության 3 ենասյուն ունի, առաջինը դա իրավական եւ ինստիտուցիոնալ ամրապնդումն է, հաջորդը հանրային կրթությունը եւ մեդիագրագիտությունը եւ նաեւ միջազգային համագործակցությունը եւս շատ կարեւորվում է։ Հավելեմ նաեւ, որ մեր ձեռնարկը բաղկացած է նաև երկու հավելվածներից, բացի այս բոլոր հիմնական թեմաներից, որ ներկայացրեցինք, առաջին հավելվածը դա հիմնական հասկացությունների բառարանն է, ավելի քան 30 եզրույթ հայերեն եւ անգլերեն տարբերակներով, ինչ կօգնի միասնական տերմինաբանություն օգտագործել բոլոր շահառուներին, որովհետեւ ապատեղեկատվության ոլորտում մի շարք եզրույթներ կան, շատերը նույնիսկ նոր մեր ականջներին եւ փորձել են երկլեզու բառարանում վերջիններս ամփոփել, ինչպես նաև երկրորդ հավելվածը, դա գործիքների եւ տեխնոլոգիաների ցանկ է, կարելի ասել այսպես կատալոգ, 20-ից ավելի թվային գործիքներ են, աղբյուրի ստուգումից մինչև պատկերների վավերացում, այստեղ կան եւ անվճար եւ մատչելի գործիքներ, որոնք եւս կարող եք օգտվել։ Այս ձեռնարկի նպատակն է ամփոփելով նշեմ, որ ստեղծել ընդհանուր սկզբունքների եւ գործիքակազմի միասնական դաշտ ապատեղեկատվության դեմ կայուն եւ արդյունավետ պայքարի համակարգի ձևավորման համար եւ սա ոչ միայն տեսական ուղեցույց է, այլև պրակտիկ գործիքակազմ բոլոր շահագրգիռ կողմերի համար ապատեղեկատվության կանխարգելման, հայտնաբերման, արձագանքման եւ վերականգնման ամբողջական շղթայի համար։ Եվ մենք բոլորս էլ բնականաբար պատասխանատու ենք տեղեկատվական անվտանգության ապահովման համար եւ համատեղ ջանքերով կարող ենք ստեղծել դիմադրողական հասարակություն։